Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Հայ ընթերցասերի սեղանին է հայտնվել Քոր եկող հոգին վեպը։ Այս նոր գործի հեղինակի ստեղծագործական ուղու, ինչպես նաև կես տարի առաջ Ֆրանսիայում եւ Հայաստանում լույս տեսած Նարգիզի բույրը գրքի մասին ենք խոսելու այսօր։ Մեր հյուրի հետ, ով այս օրերին գտնվում է հայրենիքում, մեր առաջին հյուրն է ֆրանսիահայ գրող Ասատուր Հակոբյանը։ Լույս առավոտի։ Բարի լույս, բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք եկել եք մեր մոտ։ Ինչն է հետաքրքիր, ինչպես ստացվեց, որ մեքենաների հետ կապված այդ սերը շատ երկար ժամանակ մեքենաների հետ կապ ունենալուց հետո թողեցիք դա ու վերցեցիք գրիչ անցակ գրքին։ Նախ բարեձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Մեքենաները շփվելով երևի ձգտեցի հասկանալ ավելի շատ մարդ մեքենան, այդ ամենանշանակություն ուներ։ Չմոռանանք, որ երբ մեքենաների վաճառքի մեջ ենք, գրեթե ամեն օր բանակցություններ են ու ինչ ավելի լավ մեքենա կամ մեխանիզմ բացատրելու համար, բացահայտելու մարդու տեսակը, քան ամեն օր բանակցելը մարդու հետ սուզվել նրանց մտորումների ամենախորը անկյունները։ Գրելը մի փոքր առաջ էր։ Ես մեքենայի աշխարհ հենց մուտք եմ գործել հաջողված նամակի ձևով, որ նամակը հաջողվել էր, ստացվել էր, ինձ ընդունեցին աշխատանքի միտեղ, որտեղ աշխատանքային փորձս թույլ չէր տալիս ընդունել։ Այդ ամենը եղավ խրախուսիչ, որ հայտնվեմ մեքենաների բնագավառում։ Մեքենաների բնագավառում եղել եմ վերջին 7-8 տարին։ Դրանից առաջ տարբեր ուրիշ աշխատանքներ են արել, բայց մեքենայի կապը ինչ որ հատուկ կապ չունի, ընդհանրակը գիրն է ինձ բերել մեքենայի աշխարհ։ Վաու։ Իսկ ո՞րն էր այն առաջին կայծը, որից սկսվեց հենց այս պատմությունը։ Գրականները կայծը երևի միշտ եղել է, չնայած չէ, կայծը չի եղել, ճիշտ է, հարցը շատ ճիշտ է դրված, գիրքն է միշտ եղել, կայծը երևի ինքս ինձ հետ անկեղծանալն է եղել, պահեր եկել կյանքում, որ գրեթե ամեն օր հարցնում է ինչքան կարելի է գնալ աշխատանքը չսիրելով։ Մի պահ եկավ, որ ուղղակի պարզապես ասեցի, հիմա քո հետ անկեղծանում ես, ինչ ես ուզում, այդ անկեղծությունը բերեց նրան, զգացի, որ մտքերս շարադրվում են հենց գլխից մեջ այնպես, ինչպես որ երբեք դրանից առաջ չէր շարադրվել ու ակամայից տվեցի թղթին, հասկացա, որ ստացվում է։ Կայծը երևի հենց իմ հետ առաջի անկեղծ հանդիպումներ ինքս ինձ հետ։ Առաջինը ապրիլին Նարգիզի բույրներ ու ընդհանրապես 6 ամիս անց Քոր եկող հոգին։ Քոր եկող հոգին ըստ իս, եթե սխալ կմեկնաբանեմ, իմ կարծիքով այդ ապրումները զգացում են բոլորիս մոտ եղել են ու կան ու կլինեն, որովհետև տարբեր լավ դրական թե բացասական իրադարձությունները ստիպում են քոր գալ մեր հոգին, որովհետև եւ ասում ես ես սիրում եմ քեզ, կրկին քոր է գալիս քո հոգին եւ դու ցավ ես զգում, երբ որ դու ծնկի ես գալիս ցավոք սրտի, երբ որ դու կոտրվում ես, բայց նորից վեր ես կենում, կրկին քո հոգին քոր է գալիս։ Արդյոք ճիշտ է մեկնաբանում կա դա։ Ասեմ, որ հաճելիորեն զարմացածան, որովհետև հարցը միշտ տալիս են ինչ է նշանակում հոգու քորը։ Քո պարագայում դու ասում ես, որ բոլորը զգում ենք, այսինքն ես պիտի ասեի այն, ինչ որ դու արդեն ասացին։ Բոլորիս է բնորոշ այդ ամենը, հա, սեր, դավաճանություն, ծնկի գալ, ոտքի կանգնել եւ այլն, այդ ամենի բախումներ։ Մի տեսակ տաքյուսարի խառնուրդը, որ ցիկլոնային իրավիճակ է ստեղծում, հոգու քորը հենց դրա մասին է, բայց արդեն դու պատասխանեցիր։ Ես չեմ ուզում ասել ինչ ժանրի է, որովհետև դու ես գիտեմ դուք այդ բառն էլ չեք սիրում, թե ինչ ժանրի է գրքերը, որովհետև գրքերը կյանքի մասին է, իսկ կյանքը տարբեր ժանրեր է իր մեջ պարունակում։ Թրիլեր, դրամա, կատակերգություն, ամեն ինչ կա կյանքում։ Դա պատասխանեցի։ Լորի պատասխանում եք, ես էլ շատ բան չունեմ ասելու։ Պարոն Հակոբյան, ձեր ընթերցողը հաճախ ասում է, որ ընթերցողները հատկապես ասում են, որ ձեր գործերում գերակշռում է այդ հոգեբանական շերտը։ Այս անգամ ինչ եք ուզում, որ ձեր ընթերցողը զգա եւ խորհի։ Ուզում եմ ստանալ այն էներգիան, ինչ որ ես եմ ստացել գրելուց, որովհետև ես անընդհատ կրկնում եմ, սրանք կերպարները եւ այլն բոլորն իմ մասնիկներն են, ես այդ էներգիայով ապրում, այդ էներգիան փոխանցում եմ, եթե կարողանում եմ էներգիան փոխանցել, հիմա մի փոքր շեղում կատարեմ, պարզապես ասեմ, որ օրինակ բերում եմ օրինակը միշտ բերում եմ ընկերներիս այստեղ եվրոպական քաղաքների գեղեցկության շուրջ, ասում եմ, որ հայտնվում եմ այնտեղ, բանականությունս ասում է, որ շենքերը ինչ որ գեղեցիկ են, բայց ինչ որ հաղորդություն չեմ ստանում, բայց որ գալիս եմ կասկադ քայլում եմ Երևանի փողոցներով, այդ էներգիան մեջովս անցնում է։ Հիմա ուզում եմ ընթերցողը ոչ թե բանականորեն գիտակցի, որ ստացված է, ուզում եմ ինքը էներգիա ստանա, նույնիսկ եթե չի հասկանում, միտքը ուզում եմ այդ էներգիան ստանա, միտքը հասկանալու փոխարեն։ Միտքը հասկանալուց առաջ։
այստեղ գրած է դժոխքն այնտեղը, որ դու չկաս։ Սա զույգի մասին է, որոնք թաքուն, չէ, մտնում են եկեղեցի, ու աղջիկը երիտասարդին ասում է, արդյոք մենք չենք արժանանում այդ բաժին, որ դժոխքը գրանք, չէ։ Մեր համար դժոխքում չեն կայացել։ Հա, ու երիտասարդն ասում է դժոխքն այնտեղը, որ դու չկաս։ Ըստ իս սա ամենամեծ հաղթանակը, ամենամեծ պարգևը կարող է լինել յուրաքանչյուրիս համար, եթե ամեն մեկը գտնի այդ մեկին, որ թույլ կտա ու կարողանա այս խոսքերը ասել։ Ինձ հետաքրքիր է, հա, սա ձեր կյանքից վերցրած օրինակն է այստեղ, այսինքն կա ձեր կյանքում այդ մարդը, որ իրոք դուք ասել եք, ասում եք ու կասեք այս տողերը։ Թե սա պարզապես հնարած կերպարներ են։ Ես այն երջանիկներից եմ, որ ունի ոչ միայն մեկ, այլ մի քանի այդպիսի մարդիկ, դրանք կլինեն քանի այսպիսի երեխաներ ունեն։ Բնականաբար, շարունակություն։ Պատասխանիկ վերջացրու բոլոր հարցերին։ Չէ, միանշանակ իմ կյանքի մասին, իմ զգացածի մասին է ու հա, այսօր հորդությամբ Շեքսպիրի խոսքը ես անընդհատ ֆրանսերեն եմ կրկնում, հայերեն առիթ չեմ ունեցել փորձեմ տարբերել, որ թարգմանել, որ ասում է կյանքում ավելի լավ է սիրես ու կորցնես, քան երբեք չսիրես։ Հիմա այդ իրականությունն է, երանելի կյանք, ասենք մարդը դժբախտ է, երբ ինչ-որ կյանքում գոնե մեկին չի հանդիպել, որ առանց որի կյանքը դժոխք կլինի։ Գրքի լեզուն, ռիթմն ու կառուցվածքը շատ հետաքրքիր համադրություն ունեն։ Ինչպես է ձևավորվում ձեր գրական ոճը։ Գրական ոճը երևի իմ աշխարհին տեսնելու պարզ ու միաժամանակ ոլորաններով տեսնելու ունակությունը։ Ես այդ ոլորանները տեսնում եմ, բայց այդ հարցերելու ունակությունն էլ ունեմ։ Հիմա այդ ամեն ինչը ոնց է կառուցվում, ամեն օր հղկում եմ, դեռ շարունակում եմ, միշտ կրկնել եմ, ասում եմ ամեն անգամ, դրանք երկար տասնյակ տարիների աշխատանք են, որի վրա աշխատել, այդ ամեն ինչը, այդ ամենը հղկել եմ, ու այսօր, որ ես սկսել էի գրել, ինձ մի տեսակ չէի գիտակցում, որ ոճս շատ ուրույն ու յուրահատուկ է։ Հիմա, որ իսկականից տարածվել է, հիմա արդեն մոտս հետաքրքրություն առաջացել, կարդում եմ մյուսներին, որ պարզապես համեմատեմ ինչա։ Զգում եմ, որ ոճս իրոք տարբեր ուրույն, այդ ամենը գալիս է մտքի արտացոլանքից, ոչ թե փորձում եմ գրի մեջ ինչ-որ ուրույնի ոճ ունենամ, ես ուղղակի միտքն եմ այդպես արտացոլում, փաստորեն տենց է ստացվում։ Դուք նաև նշել եք, որ ֆրանսիացի ընթերցողի կարծիքը ձեր համար շատ կարևոր է, բայց նաև ել ավելի կարևոր է հայ ընթերցողի կարծիքը եւ նամանով բացասական կարծիքը։ Այ հետաքրքիր է, հա, արդեն ապրիլին դե ներկայացվեց Նարգիզի բույրը, հիմա արդեն քոր եկող հոգին, ընդհանուր արձագանքը, հա, ֆիդբեքը ինչպիսին է։ Սպասվածի պես, թե ավելին, թե քիչ։ Ավելին երևի կրկնակի, եթե ոչ տասնակի ավելին, սպասվածից շատ ավելի։ Որովհետև շատ քմահաճ է հայկական ընթերցողը, չէ՞, հայ ընթերցողը։ Առաջին գրքի ներկայացումից հետո, եթե չեմ սխալվում, հիմնականում ձեր ընկերներն էին, ծանոթներն էին, չէ՞, հարազատներն էին։ Առաջին գրքի շրջանակներում բնականաբար ինչ-որ հեղինակ Ասատուր Հակոբյան ոչ ոք չէր ճանաչում, ընկերների շրջապատում արդեն հարցը կանխագուշակում երևի հաջորդը ովքեր են, չէ, հաջորդը արդեն ընկերները շատ մի փոքրամասնություն էին կազմում, մնացածը նախորդ գրքի սիրահարներն էին։ Իսկ Նարգիզի բույրը այդ գիրքը ինչով է հատուկ ձեզ համար։ Որպես Անդրանիկ Զավակ, որպես մեծ տղա։ Մեկնարկ, հա, ասենք մեկնարկ, որ շղթաները փոկելու մեկնարկ, որ միշտ տենց է, չէ, որ մի բան գրում ես, Դա առաջինը միշտ ուրիշ է։ Ահա, այդ ծանրությունը կա, ինչ կմտածեն, հետո հասկանում ես, որ չանես տենց էլ չես իմանա ինչ կմտածեն։ Դիզայնը եւս շատ հետաքրքիր։ Դիզայնն էլ ամբողջությամբ ձեր Հա, իմ մտահղացումն է, արտիստ ընկերներ ունեմ, օգնում են, որ վերարտադրենք այս ամենը, հա, բայց ես եմ նկարագրում ինչ եմ ուզում։ Ֆանտաստիկ է։ Ես գիտեմ, որ վաղը նաև դուք ունեք հանդիպում Վանաձորում, եթե չեմ սխալվում։ Այսօր, հա, 27 այսօր է։ 27-ն է այսօր։ Ինչ դեպքում ժամանակ դուք եք համաձայնվում շատ արագ է։ Այսօր ունեք հանդիպում Վանաձորում։ Ինչու հենց Վանաձոր։ Վանաձորը պատահական ստացվեց, Վանաձորում առաջի գիրքը ընթերցողների, աղջիկների շրջանական ընթերցողուհիներ են, առաջի գիրքը նվիրել էի, հետաքրքրվել էի, նվիրել էի, արձանագրի մասին տեղյակ չէի, որ ես երկրորդ անգամ եկավ, ասացին, որ անպայման ուզում են ինձ հանդիպել ու կապի դուրս եկա, ինչ-որ ֆանտաստիկ արարածներ են, մեր գեղեցկուհիները, շատ արագ ամեն ինչ կազմակերպեցին, ինչ-որ փայլուն աշխատանք են կատարում, իմ սպասվածից շատ ավելի արագ ու ավելի մեծ մասշտաբի։ Հիմա անհամբեր եմ, որ այսօր ժամը 1:30 գնա Վանաձոր տեսնեմ
Մի տեսակ պատահական ստացվեց, բայց շատ հաճելի։ Դե շատ լավ կլինի, որ նման հանդիպումները ոչ միայն լինեն Վանաձորում, այլ Գյումրին, գնայք Սյունիքի մարզ, իհարկե սա խոսում ենք նաև տեխնիկապես բարդությունը, ֆինանսապես բարդությունը, ամեն ինչ հասկանալ է, բայց վստահ ենք նման հանդիպումները առաջիկա շատ կլինի։ Գյումրի լինելու է 2 շաբթի կամ 3 շաբթի դեռ օրն ենք որոշում, Արագածոտնի մարզ անպայման լինելու է, այնպես որ մարզերը աշխատող չեմ։ Վաու, շատ լավ։ Թալին գնալու եք։ Փորձը։ Իրականում ինձ մի բան է հետաքրքրում։ Դուք որպես հեղինակ երբ գրում եք, ավելի շատ լսում եք ձեր հերոսներին, թե դուք եք նրանց առաջնորդում։ Երևի հերոսներին եմ լսում, որովհետև ամեն հերոսը իմ իմաստիկն է, հերոսը կլինի միշտ իմ իմաստիկն է, այսինքն հերոսին հենց կերտում եմ հերոսին, հերոսը ինքն է որոշում ինչ ճանապարհով պետք է գնա։ Գրքերի ստրուկտուրաները միշտ նույնն են լինում, սկիզբ, մեջտեղ, վերջ, հստակ գիտեմ ինչ պիտի լինի, մեջտեղը հարցը շատ լավն է, հերոսներն են տանում պատմությունը։ Դրա համար այդ հանկարծակցությունը կա, զգում ենք, որ ինչ-որ սցենարիզացված չի, պատահական է լինում, որովհետև ես էլ հերոսին կերտել եմ իր բնավորությամբ, հերոսի պատասխանը մի տեսակ կարող են զել զարմացնի, որովհետև արդեն հերոսը իր կերպարով ինքը մենակ կարա տենց արձագանքի իր միջավայրին։ Իսկ ո՞րն է այն թեման, որ դուք ինքներդ ձեր մեջ այսպես վստահ եք, որ մի օր հաստատ գրելու եք։ Թեմաները տարբեր են, ես ամեն անգամ տարբեր եմ անում, բայց օրինակ ասենք մի բան կա, որ հստակ դրված է նույնիսկ տարիքս գիտեմ երբ պիտի գրեմ, ես օրինակ գեղարվեստականի մեջ եմ, բայց օրինակ գիտեմ, որ 45 տարեկանում արդեն վերնագիրը գիրքներ գրեթե պատրաստ է, մտքիս մեջ բնականաբար, ինքնադաստիարակման ինքնակրթման, ինքնազարգացման գիրք, երևի այդ միակը կլինի, որ չի լինի գեղարվեստական, բայց արդեն այդ մեկը հստակ գիտեմ, որ հենց կոնկրետ տարիքում պիտի լինի։ Եթե նաև անցած ճանապարհի մասին չէ՞ կլինի ինչ-որ հատուկ։ Իմ անձնական փորձից չէ ինչ-որ ես իմ անցած ճանապարհը ամենալավը չեմ համար, որ ասեմ, գիտեք, այսպես արեք, որ այսպես լինի, պարզապես այդ մեր հոգեբանական շերտերն ուսումնասիրելով մարդու տեսակը հաշվի առնելով ինչպես անենք, որ այս բայրը հաղթարենք, ոչ թե ասեք ինձնից օրինակ վերցրեք, տեսեք իմ կյանքն անթելի է, ես բոլորովին այդ մտքին չեմ։ Կարծում եմ ոչ ոքի կյանք է անթելի չէ։ Պարոն Հակոբյան, ասում են նաև որ դուք շատ հումորով մարդ եք, արդյոք գրքերում կգտնենք ինչ-որ տենց դրվագներ հումորի թե պարտադիր այդ հումոր կգտնենք մեջը, նույնիսկ այն վայրերում, որտեղ հումոր չենք սպասում։ Բայց ես կցանկանամ, որ դուք ամեն դեպքում մակագրեք։ Մեծ սիրով։ Միանշանակ։ Լույս առավոտին։ Եվ ես դուք գտակ ես կրկին անուններն եմ ուզում անդրադառնամ ու կերպարներին, ըստ իս ես գիտեմ նաև որ դուք շատ լինում, երբ որ վերջում նույնիսկ փոխում եք կերպարը կամ վերջում եք որոշում թե ինչ անում պետք է լինի։ Պահա որ հետս գալիս անունները փոխել։ Գաբրիելը օրինակ, հաս։ Անանուն գալիս է վերջումն է։ Չէ, Գաբրիելը հենց սկզբից Գաբրիել էր, հենց սկզբից Գաբրիելը։ Օրինակ ռոմանը լինի, ամենասկզբում ինքը շատ ինչ որ Չէ, դու ռոմանը չես, դու Դիեգոն ես օրինակ։ Օրինակ ասենք Նարգիզի բույրի մեջ Լյուսի կերպարը սկզբից անունը Սանդրա էր։ Հասագերքի վերջ որ Լյուսին Սանդրա չէր։ Հետ եկա անունը դրեցի Լյուսի, զգացի որ իրեն շատ սազում է Լյուսի։ Կերպարները, ասենք կերպարներ կան, կոնկրետ օրինակ Լյուսից խոսեցի տարբեր տես կերպարներ լինում են, Լյուսին պիտի լիներ շատ կարճ տևողության կերպար, բայց վերջում որպեսի կերպարած հասնի ինչ-որ միտեղ Լյուսի ազդեցությունը պետք էր։ Այսինքն Լյուսին ավելի շատ հանդես եկավ գրքում, քան սկզբից նախատեսել եք։ Ստացվեց այնպես, որ Լյուսին լրիվ կյանք տվեցի ու ինչ-որ Սանդրա չէր սազում, շիներ հանձնարարել Լյուսի դրանում։ Ապրիլ ամսին հիմա նորը արդյոք սպասենք շատ շուտով նոր գրքի։ Արդյոք որ պահանջարկը կա, ընթերցողը հավանում է դուր է գալիս իրեն էս ամենը, արդյոք երրորդ գրքին սպասենք շատ շուտով, այսինքն կա դարակներում կա արդեն վաղուց ինչ-որ կարկաս, հիմք կազմված։ Վաղուց չեմ թողում փոշոտի, որ լինում անմիջապես անցնում եմ գործի, հիմա երրորդը արդեն պատրաստ է, Ֆրանսիայում մի տեսակ ամեն ինչը դանդաղ է գնում, որ գիրքը գրում ես, պիտի սպասես 6 ամսից մի տարի մինչև քեզ պատասխանեն արդյոք ինչ ճանապարհով եւ այլն, մի տեսակ համ դանդաղ, համ ձանձրալի։ Հիմա երրորդ գիրքս արդեն 1 ամիս առաջ հանձնել եմ ֆրանսիացի քննադատին իմանալով, որ 6 ամսից շուտ պատասխան չեմ ունենալու։ Ինձ մնում է հիմա գնալ այնտեղ ուղղակի թարգմանել։ Ուրիշ ֆորմատով եմ երրորդ ներկայացումը պատկերացնում, մի տեսակ ավելի ներկայացման ձևով, դրա վրա եմ աշխատում, բայց երրորդ գիրքը մնում է պարզապես գնամ ու թարգմանեմ, դա ինձանից ստանում է ընդամենը 1-ից 1.5 ամիս։
Այդ հետաքրքիր քննադատների դա պարտադիր պայման է, այսինքն նախապես քննադատներին Ֆրանսիայում այդպես է գործում, այսինքն դու կարող ես ինքնահրատարակվել, մի տեսակ ճանապարհները շատ ավելի բարդ են, երբ հրատարակչական տներն են ընդունում ու շարունակում, ամեն ինչ ավելի լայնածավալ է լինում, բնականաբար առաջի մղումը լինում է, որ հրատարակչական տների հետ լինի, որ հետո չի ստացվում։ Իրանք ոչ թե հաճախ մերժում են ոչ թե ինչ-որ որակի պակասից, իրենց հրատարակչական տան այդ շրջանի ինչ-որ մոդաբարը ճիշտ է, մոդան չի համապատասխանում, Trend-ային չէ։ Այդ ժամանակ պետք է ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ փոքրամասնություններից խոսալ սրանից, եթե դրան չես համապատասխանում, գիրքը այդ պահին չի հրատարակվի, թողում են արխիվներում, ասում են կարող է մի երկու տարի։ Տվյալ պահին այդքան արդի չէ այդ թեման։ Այսինքն շատ մեծ ինչ-որ շատ քաղաքական, այնտեղ հարցերը շատ քաղաքական են, ասենք վստահ ես, որ ինչ-որ փոքրամասնության մասին գրես, դուժած ինչ-որ զանգվածի եւ այլն, շատ արագ, օրինակ, ասենք մի տեսակ ցավալի եմ համարում, հենց ասում ես հայ եմ, ասում են ցեղասպանության մասին ինչի չես գրում, ասում եմ հայը մենակ ցեղասպանությունը չի հիշում ենք, հասկանում ենք, բայց հենց ինչ-որ փաստը դրոշակ չի, էլի ամեն անգամ չենք մտնել, ասենք գիտեք, մի տեսակ ափսոս եմ համարում, որ մեր ողջ ժողովրդին դրել են մի հատ ինչ-որ էտիկետի հետևը, ասում են հիմա որ չգիտեմ, ինչ-որ ցավալի եմ համարում այդ փաստը։ Շատ լավ։ Իվանաձոր, Գեղարքունիք նշեցիք, Գյումրի, եթե չսխալվեցի, չէ, դա առաջիկա մի քանի օրերն է երևի լինելու, մի շաբաթ, 10 օր։ Ես դեկտեմբերի 3-ին վերադառնում եմ արդեն Ֆրանսիա, հետ եմ գնում Ֆրանսիա, այս 3-4 օրվա գրաֆիկը շատ ծանրաբեռնում է։ Ես գիտեմ, որ դուք ունեք երեխաներ, 3 երեխաների հայրիկ, եթե չեմ սխալվում, երեք փոքրիկ աստղիկներ։ Ահա։ Ինչ տարիքային 15, 13, 9։ Ահա, այս շատ հետաքրքիր ինչպես են այս ամենին վերաբերում, հա, որ papan այս գրքերը գրում է, իրենք կարդում են, իրենք թույլտվություն ձեզանից վերցնում են հետաքրքրվելու, հասկանալու թե ինչ է սա, թե դեռ վաղ է իրենց տալ սա թույլտվություն չեն վերցնում, գրեթե տարբերակ չունեն չկարդալու, պիտի կարդան ոչ միայն իմ գրքերը, իրենք պարտադիր կերպով արձակուրդների շրջանում պիտի կարդան։ Օրինակ Նարգիզի բույրը մի տեսակ բռնի տեսարանները շատ ակնհայտ են, տղաս 15 բոլորես նոր թույլ տվեցի կարդա, աղջիկս ամեն օր հարցնում է երբ կարող եմ կարդալ, ասում եմ պիտի սպասես մի քիչ, քոր եկող հոգին երկուսը կարդացել են, դե փոքրը 9 տարեկանը դեռ չի կարդում։ Իմ ամենամեծ խրախուսողներն են, գրքերը շատ հավանում են, ասենք շատ հետաքրքիր է, որ երեկոյան առանց իրենց հարցնելու իրենք կարող է հավաքվեն շուրջը սկսեն գիրքը քննարկել, ինչ է այսպես, որտեղ իրենց համար սրանք կենթանի կերպարներ են, իրենք չեն պատկերացնում, որ ես ուղղակի Ձեր ամենամեծ երկրպագուներն են։ Ես եմ իրենց ամենամեծ երկրպագուն։ Այսքան papan այսինքն լինում։ Այո, շնորհակալ ենք շատ, պարոն Հակոբյան։ Մենք կընթերցենք այս գրքերը փոխ-փոխ։ Ես կկարդամ առաջինը Նարգիզի բույրը, հետո դու կկարդաս։ Ես եթե չեմ սխալվում նաև կապ չկա գրքերի։ Առհասարակ ոչ մի կապ։ Ոչ, ոչ ձեռագիրը կնկատեք, որ նույն։ Իսկ որը խորտ կտակ կարդալ առաջինը։ Եթե բռնի տեսարանները չեն վախեցնում Նարգիզից, որովհետև բնական զարգացումն է սկսել եմ Նարգիզով, հետո շարունակությունը, բայց իմ անձնական դատողությամբ քոր եկող հոգին ավելի կանացի հոգեբանությանը մոտ է։ Ես կկարդամ դա ուր։ Նարգիզի բույրը նորից նույնն է, հուզական տարեկա շատ ակտիվ ձևով, բայց ավելի երևակայական ու հուզական տարը շատ ավելի ուժգին է քոր եկող հոգ։ Շատ լավ, ես վստահ եմ ու կուզեմ հենց այդպես էլ լինի, որ մենք շատ հաճախ հանդիպումներ ունենանք Հայաստանի Հանրապետություն, ճիշտ է, ոչ լինի մենք Ֆրանսիայում, բայց դե մեծիրով երկու ամեն անգամ ներկայացնենք նոր գրքեր, որովհետև այո, պետք է ընդունել, պետք է ասել, որ առաջին գիրքը արդեն սիրվել է ու վստահ եմ, որ նույն վերաբերմունքի կարժանանա երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը եւ այդպես շարունակաբար։ Շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք ընդմիջվենք այս բանի դե մոռացած եմ, այսօր ֆանտաստիկ սանդրված կան, ես շատ սիրում եմ։ Ոյ, շնորհակալ եմ։ Ասես գտեք, ես կոմենտ կան, որ մերոս հայտոտել է։ Ընդմիջվենք, այո, ունենք եւս մի շատ կարեւոր տաղանդավոր հյուր, թե ով ենք, կիմանաք մի փոքր ավելի ուշ մնացեք մեզ հետ։